Նյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որ թքում է քաղաքացիների վրա, այս կամ այն առիթով այնպես որ նյարդայնանալու չափ ու սահման կա։ Նաև Նյուզեեմի հարցին, եթե չեմ սխալվում պատասխանել, թե TV 5-ի հարցին պատասխանելից, պարոն Սիմոնյանը հարցնում էր, թե որ միջազգային կազմակերպությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրոպական խորհրդարանում եւ իշխող դիրք ունի, այլ դրա անդամ կուսակցությունները եվրոպական երկրների զգալի հատվածում բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու իր նկատմամբ իրականացվող գործողությունները ունեն քաղաքական դրդապատճառ։ Նույնը արել է նաև կենտրոնամետ դեմոկրատների միությունը եւ մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անհատներ, կառույցներ, այնպես որ այս տեսանկյունից ես նպատակահարմար համարեցի գալ ու տեղում սուտը բացահայտել։ Կան միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, մասնավորապես Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ով բանաձևով Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ։ Այ հիմա սիրով ձեր հարցերին։ Պարոն Մամիջանյանը, Ալեն Սիմոնյանը ասաց, որ իրենց թիմը այս 7 տարիների ընթացքում մի շարք ոլորտներում հաջողություններ է արձանագրել, մասնավորապես նշեց անվտանգային ոլորտը, դուք ինչ հաջողություններ եք տեսնում դիվանագիտության մեջ։ Հիմնական հաջողությունները քաղաքացիական պայմանագրի որտեղ են զետեղված։ Բացում եք հատ առ հատ իրանց հայտարարագրերը, այնտեղ քաղաքացիական պայմանագրի բոլոր հաջողությունները, տները, մեքենաները, 0%-անոց վարկերը, այդ բոլորը հատ առ հատ նշան են։ Իսկ մեր քաղաքացիներին հերքել Ալեն Սիմոնյանի ասաց, որ անվտանգության ոլորտում իրանք հաջողության են հասել, իմ իմանալով անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալի գերի ընկնելու դեպքում։ Իմ իմանալով անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր բառացի գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։ Իմիջիայլոց պարոն Սիմոնյանը այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Ինքը ասեց, խոստովանեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թելադրված է եղել ոչ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող, այսինքն ոչ քաղաքացիների, ոչ իրանց կուսակցության, այլ ինչ որ այլ ուժերի կողմից, որտեղ ինքը իհարկե գոյություն չունեցող կապեր էր կառուցում, անվտանգություն, ավելի շատ կօկուպացնեին եւ այլն, այդ ամենը հեքիաթ է, բայց փաստացի առաջին անգամ ԿՊ-ն խոստովանեց իրենք այլ ուժերի թելադրանքով օրենքներ են ընդունում։ Տոլի իշո բուջիթը շատ տենց բացահայտումներ են լինելու, լավ կլինի պարոն Սիմոնյանը ինքը սկսի բոլոր բացահայտումները անել։